Տիկին դուք նախարար եք նշանակվել նոյեմբերի 24-ին, եթե չեմ սխալվում, 2024 թվականի, այսինքն հաշված ամիսներ ա, որ նախարար եք, բայց լրագրողների հետ ձեր շփումը ոնց որ այնքան էլ լավ չի ստացվում, դուք ակնհայտ արամարական վերաբերմունք դրսևորեցիք քիչ առաջ լրագրողի հանդեպ, ուզում հասկանալ, արդեն հասցրել են զզվացնել ձեզ լրագրողներ, ինչով է պայմանավորված այս վերաբերմունքը, խտրական մոտեցում եք դրսևորում ընդդիմադիր իշխանական լրագրողների հանդեպ։ Ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել, ես իրականում մինչ այժմ չգիտեմ, թե որ լրագրողն է ընդդիմադիր եւ որ լրագրողն է իշխանական, եթե այդպիսի բաժանում գոյություն ունի։ Եվ ես մշտապես, գուցե ճիշտ եք, եւ կարծում եմ, որ փաստարկված կարող եմ խոսել այս պահի դրությամբ եւ ասել, որ ես պաշտոնատար անձ եմ, ով մշտապես լրագրողների հետ շփումներում բաց է, բայց կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր խելամիտ եւ ողջամիտ մարդ, ես ինքս տանել չեմ կարողանում, երբ հարցը հնչել է եւ ես պատասխանում եմ եւ կողքից մարդիկ ընդհատում են։ Եվ իմ արձագանքը ընդհանրապես արձագանք է անհարգալից վերաբերմունքի։ Եվ ես մշտապես պարզ եմ եւ բաց եմ շփվել լրագրողների հետ։ Եվ Տիկին Գալյան օրը ցերեկով ուղիղ եթերում թաղապետը մարդ է ծեծում, չի լինում ոչ քաղաքական պատասխանատվություն, ըստ էության գործարքերը, բայց քաղաքական պատասխանատվություն դրան չի հաջորդում, ձեր գնահատականը, որպես ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ եւ այո, եւ հարգել լրագրողը շատ ճիշտ նշեց, որ քրեական գործ է հարուցվել, ես կարծում եմ, որ քրեական գործի հարուցումը հետագա ընթացքը խնդրի լուծման ցույց կտա։ Ավելի ուշ, որտեղ ծեծվողի նկատմամբ ավելի շուտ էին գործ հարուցում, քան ծեծողի, նման բան չենք տեսել մենք։ Փաստը որն է, որ քրեական գործ է հարուցված, չէ՞։ Հիմա ինձնից ինչ արձագանք եք ակնկալում։ Պետք է հարուցվել քրեական գործը հարուցվել է, դեպքի արդիվ։ Ես բռնությունը դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունների մասին է խոսքը։ Բռնության մասին է խոսքը։ Բայց դա ինչ օգուտ է տալիս։ Դե մենք ես չեմ կարող վերցնել տվյալ անձին եւ տեղափոխել քրեակատարական հիմնարկ։ Անգամ շատ մեծ ցանկության դեպքում, բայց քրեական գործը հարուցված է եւ կարծում եմ, որ քրեական գործը հարուցված է համապատասխան դեպքի արդիվ, որը կարող է պարունակել քրեական հետապնդելի արարքի հատկանիշ։ Հուշել 2018 թվականի հեղափոխական գաղափարները, որտեղ ծեծը բռնությունը եւ հակաժողովրդավարական այդ գործառույթները։ Ես կարծում եմ, մենք բոլորս դա հիշում ենք եւ հիշելը նաեւ փաստվում է այն գործողությունների իրականացման, որոնք այսօր առկա են։ Խոսքը տարբեր բնույթի քրեական գործերի մասին է, խոսքը տարբեր կալանավորումների մասին է եւ նաեւ դատապարտումների մասին է, այդ թվում նաեւ կոռուպցիոն դեպքերի մասին եմ ես խոսում։ Ուղղակի վարչապետը խոսում է հոգատար հանրության մասին, բայց իր պաշտոնատար անձինք ծեծող են օգտանում քաղաքացիներին։ Ես չգիտեմ իր պաշտոնատար անձը Ծեծը դատապարտելի է, ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է եւ նաեւ մենք վերջերս շատ ենք խոսում ատելության խոսքի, անհանդուրժողականության, բռնության կոչերի եւ այլնի մասին եւ այս ուղղությամբ նաեւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք պատրաստում։ Ես չեմ հասկանում իր պաշտոնատար անձ ասելով ինչ նկատի ունեք։ Մեր երկրում հստակ բաժանումներ կան պաշտոնատար անձանց եւ կոնկրետ բոլոր չեմ կարծում հարցը տեղին է իրականում։ Իր պաշտոնատար անձացելով ինչ հանրային միջոցներից սնվող մարդ է։ Հանրային ծառայություն իրականացնող անձ է, որը համենքային եւ մեկ առաջարկություն այնուամենայնիվ դատապարտյալների հետ կապված քրեակատարողական այնուամենայնիվ հանրության մոտ կա, ոչ թե կա, հենց այդպես է, փակ տեղ է եւ այնտեղ բաներ են կատարվում եւ շատ ժամանակ լրագրողների մուտքը արգելված է։ Մեկ առաջարկություն կազմակերպել շրջայց լրագրողների մասնակցությամբ, բայց պայմանով որ լրագրողներին ազատ գործեն, նկատի ունեմ գլխներին վերադարձ չկանգնի, որ մարդիկ ազատ շփվեն եւ գուցե իրենց խնդիրը առողջականային թվում եւ մեր մոտ բարձրացնել ինչ հնարավորություն։ Շրջայցի ընթացքում ցանկացած անձին ուղեկցելը պատահական չի արվում, դա արվում է ձեր իսկ անվտանգությունը ապահովելու համար, որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ խնդիր չեմ տեսնում կազմակերպելու հետ կապված եւ քրեակատարական հիմնարկների մասով ուզում եմ մեկ կարևոր բան շեշտադրել։ Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները
եւ դրանց ապահովումը, այո, շատ կարեւոր է։ Մենք այստեղ պետք է նկատի ունենանք մեկ կարևոր հանգամանք։ Պետությունը ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու նորմալ պայմաններ եւ այդ պայմանները ինձ թվում է պարզից էլ պարզ է, որ պետք է չլինեն հիանալի եւ հրաշալի եւ կամ ճոխ։ Եվ մենք հիմա մեր քաղաքականություն տանում ենք այն ուղղությամբ, որ պատշաճ պայմաններ ապահովենք անազատության մեջ գտնվող անձանց համար, խոսքը եւ պահման պայմանների մասին է եւ առողջության իրավունքի իրացման մասին է։ Եվ կարծում եմ, որ մոտ ապագայում արդեն իսկ մեր կողմից ձեռնարկված քայլերի իրենց արդյունքը կտան։ Մենք շարունակական վերանորոգումներ ենք իրականացնում։ Ձեզ գրություն ուղարկենք, հնարավոր կլինի ցանկություն հայտնող լրատվամիջոցների եւ լրագրողների դեպքերը բնորոշել են։ Հետո ուսումնասիրվել է ինչն է պատճառը եղել ինքնասպանության դեպքերի։ Քրեական չէ, ինքնասպանությունների ձևի մասին չեմ ուզենա խոսել։ Պատճառները տարբեր են։ Հոգեմետ դեղերի օգտագործում կամ քանի որ թմրանյութերի շրջանառությունը շատ է թմրանյութերի օգտագործում։ Որտեղ է շատ թմրանյութերի շրջանառությունը իրականում շատ չէ քրեակատարական հիմնարկներով։ Ես որոշ դեպքերում այո ակնհայտ են, որոշ դեպքերում ոչ, բայց այդ հարցերի պատասխանը պետք է քրեական գործով տրվի, այսինքն ես չեմ կարող իրավունք վերապահել ինձ եւ խոսել կոնկրետ դեպքերի պատճառների մասին։